Տիկին Վարդյանի այն մի հարցին չպատասխանեցիք միայնակ ծնողների հետ կապված, այսինքն ասիկ ամուսնացած ծնողներ պիտի լինեն ու երեխաներ, իսկ եթե միայնակ մայր կամ միայնակ հայր երեխաների հետ իրանք շահառու չեն։ Ընտանիքը համարվում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք եւ իրենց անչափահաս երեխաներ, եթե չեն գտնվում գրանցված ամուսնության մեջ, Խոսքը դրա մասին չի, պարոն Խաչատրյան, միայնակ մարդու մասին է, չեմ ասում կան, բայց գրանցված չի, ավելի պարզ ասեմ, եթե ամուսինը զոհվել է, չէ դա էլ չկարացի ուրիշ, կներեք, հա, մահացել է կամ չկա, հա, ծնողը եւ իր անչափահաս երեխաները համարվում են ընտանիք, ինչպես նաեւ եթե այդ ծնողը ունի գրանցված ամուսնություն մեկ այլ անձի հետ, անկախ նրանից այդ երեխաները իրենցն են թե ոչ, դա մեկ ընտանիք ենք համարում։ Այսինքն միայնակ ծնողի երեխաների հետ էլի համարվում։ Այո, բնականաբար։ Հա, այդ է հարցն էլի, այսինքն այսինքն եւ ամուսնացած զույգերը երեխաների հետ եւ միայնակ մարդը իր երեխաների հետ։ Ծնողը իր երեխաների հետ, բայց եթե ծնողը իր երեխաների հետ ունի նաև ամուսին, որը երեխաների հայրը կարող է լինել, կարող է չլինել, եւ գտնվում է գրանցված ամուսնության մեջ, այդ բոլորով համարվում են մեկ ընտանիք։ Հա, բայց մի ասեք, հայրը, կարող է մայրը, կարող է լինել եւ նկատի ունեք, եթե երկու մարդ ունեն երկու միայնակ մարդիկ երեխաներով ամուսնանան, իրանք դիտարկվում որպես մեկ ընտանիք։ Այդ է ձեր։ Հա, բայց հա, դա այն հասկանալի է, դա լավ, շնորհակալություն։ Բայց հարցը այդ չէ, էլի, հարցը ոչ թե այնա, որ հարցը այն է, իսկ ինչ եթե ամուսնացած չի կամ մյուս տարբերակների այրի կամ ամուրի է, դրա մասին է խոսքը։ Ես ընդհանրապես մի հատ էլ ասացիք բան Եղան միկրոֆոն Ինձ մոտ այստեղ ճիշտ ասած այս տոկոսադրույքների հետ կապված հարց ծագում, այսինքն ինքը ֆիքսված տոկոսադրույքա 13% է, այս վարկի տեսակը ունի մի տոկոսադրույք եւ դա 13-ն է։ Ասած ձեզ, եթե ֆինանսավորման տոկոսադրույքը նվազեց, հարց չկա, ինքը նվազելու է։ Այսինքն ինքը կապված է ֆինանսավորման տոկոսադրույքի հետ, եթե ճիշտ եմ հասկանում։ Շատ լավ, այդ դեպքում մի հարց էլի, բայց այս հարցը երևի ֆինանսների նախարարությանը պետք է տամ։ Ես ուզում եմ հասկանալ, մենք ուսումնասիրել ենք օրինակ 13% տոկոսադրույքը։ Սա այն տոկոսադրույքն է, որով բանկերը օրինակ նաև սեփական միջոցներով են կարողանում տրամադրել հիփոթեքային վարկ, եւ եթե այո, ապա ստացվում է արդյոք, որ այս տոկոսադրույքը, չգիտեմ, օրինակ բարձր է։ Բայց երևի լավ, հարցը կթողնեմ, երևի կուղեմ այդ դեպքում ֆինանսների նախարարությանը հասկանալու համար։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան։